Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն այսօր դիմում հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, պահանջելով այս կառույցից պաշտպանել իրենց իրավունքները, որոնք այսօր ոտնահարվում են պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակի օրենքի պատճառով։ Հիշեցնեմ, որ ատոմակայանի աշխատակիցներն առաջինն էին, որ հենց Մեծամորում դուրս եկան բողոքի, երբ պարզեցին, որ հունվար ամսվա աշխատավարձից պահումներ են եղել։ Աշխատակիցները գործատուից պահանջում են հետևել Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշմանը, իսկ այսօր օմբուդսմենին հորդորում կանգնել ոտնահարված իրավունքներով մարդկանց կողքին։ Գրասենյակի նիստերի դահլիճում օմբուդսմենի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը խոստացավ ուսումնասիրել դիմումը եւ հնարավորինս շուտ պատասխանել։ Մենք ուզում ենք հիմա լավ ապրենք։ Ես չեմ ուզում իմ աշխատավարձից 30,000 դրամ ամսական գանձվի, չգիտեմ ուր։ Այդ է մեր պահանջը եւ ակնկալում ենք ձեր։ Մենք ակնկալում ենք պարոն Անդրեասյանի ոչ միայն պրոստա հայտարարություններով եւ մենք ակնկալում ենք նրա աջակցությունը, օգնությունը։ Այդքան բան։ Շատ բարի, ձեր ու մեր մի բան էլ ասեմ, որ մենք որոշել ենք կոնկրետ ձեզ մենք ուղղակի պաշտպանել մեր իրավունքները։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, ինչպես հրապարակային հայտարարություններով, այնպես էլ տարբեր հարցազրույցների ժամանակ։ Հուսով ենք, որ սա համահունչ կլինի ինչպես մարդու իրավունքների գերակայությանը, այնպես էլ չի խախտի Սահմանադրական դատարանի անկախությանը, որովհետև դատարանը հիմա գործը քննում է եւ ցանկացած հայտարարություն կարող է ուղղորդող լինել։ Մի կաշկանդեք, որ ձեր որոշումը կարող է ազդի Սահմանադրական դատարանի վրա։ Դուք ձեր որոշումը պարզապես ասեք։ Այդ պրեցեդենտը կա, երբ ղեկավարը ձեզ այդ իրավունքը տվել է։ Արդեն դրսում աշխատակիցները մեզ ասում էին, որ իրենց գործատուն իշխանություններից ճնշում է ստացել աշխատավարձ պահելու համար։ Ինքը տեղեկացված էր, բայց ինքը ասեց, որ ինքը ուրիշ ելք չունի, ասեն մենք տենց հասկացանք, որ ինքն իր վրա ճնշում է գործարկում, ինքը պետք է ոնց որ ստիպաբար մեզնից այդ գումարը վերցնի։ Մենք թույլ չենք տա, տղերք, որ մեր հետ վարվեն այնպես ինչպես մետրոպոլիտենի այդ 3 աշխատողների հետ։ Փառք ու պատիվ իրենց։ Փառք ու պատիվ այն տղաներին, որոնց հեռացրել են աշխատանքից իրենց պայքարի շնորհիվ։ Եվ կոչ եմ անում այսօր մետրոպոլիտենի աշխատակիցներին, ոտքի կանգնեք, պաշտպանեք ձեր իրավունքը, թույլ մի տվեք, որ ձեզ հատ կոտրեն։ Ատոմակայանի անձնակազմը, ամենայն դեպս ատոմակայանի երիտասարդները պինդ են և մենք թույլ չենք տա, որ մեր հետ այդպես վարվեն։ Այդուհանդերձ ատոմակայանի աշխատակիցները վստահեցնում են, որ անկախ ամեն ինչից ատոմակայանը կաշխատի անվտանգ եւ գործադուլի չեն դիմի։ Ատոմակայանը պետք է աշխատի, անկախ ամեն ինչից, անկախ դրանից, ինչպիսի քայլերի մենք կդիմենք։ Դա կախված է իհարկե իշխանության պատասխանից, անկախ ամեն ինչից, ատոմակայանը կաշխատի եւ կաշխատի անվտանգ, քանզի այստեղ հավաքվածները առաջի հերթին մենք ավելի շատ ենք մտածում այդ անվտանգության համար եւ այդ անվտանգությունը ապահովելու համար։ Ամենաշատը մենք ենք մտածում, ցավոք սրտի երևում է ավելի շատ, քան մեր երկրի ղեկավարները։